Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը պատրաստվում է 2028 թվականին նախատեսված Իսարագի միջազգային վերավորակավորմանը։ Թիմի պատրաստվածությունը ստուգելու նպատակով օգոստոսի 10-ից 13-ը Գյումրիում անցկացվել է 36 ժամյա վարժանք Շվեյցարիայից ժամանած մենթորների մասնակցությամբ։ Ողջունելով վարժանքի մասնակիցներին, ներքին գործերի նախարարության փրկարարծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Ղազարյանը նշել է, որ այն հայկական թիմի համար գիտելիքներն ու կարողությունները բարելավելու, միջազգային փորձը յուրացնելու եւ անելիքները հստակեցնելու լավ հնարավորություն է։ Նրա խոսքով մենթորների դիտարկումներն ու առաջարկությունները կօգնեն թիմին ավելի պատրաստված ներկայանալ առաջիկա վերավորակավորմանը։ Մենք աջակցում ենք հայկական թիմին վերավորակավորման գործընթացում։ Այս վարժանքի միջոցով ցանկանում ենք հասկանալ թիմի պատրաստվածության մակարդակը, տեսնել ուժեղ կողմներն ու առաջիկա 2 տարիներին կատարվելիք աշխատանքը։ Շվեյցարիայից մասնակցում է 9 մասնագետ կառավարման, որոնման, փրկարարական, բժշկական եւ լոգիստիկ ուղղություններով։ Խաղարկվել են միջազգային փրկարարական առաքելության բոլոր փուլերը, ազդարումից մինչև որոնողափրկարարական աշխատանքներ։ Աղետը պայմանական էր, սակայն առաջադրանքները, պահանջներն ու գնահատման չափանիշները իրական։ Որոնողափրկարարական թիմը ստեղծել է ընդունման եւ մեկնման կենտրոն, շտաբ եւ ժամանակավոր բազա։ Տարբեր տեղամասերում փրկարարական ծառայողները հետախուզական եւ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացրել։ Խաղարկվել են նաեւ միջազգային թիմերի ընդունման, գրանցման եւ նրանց աշխատանքների համակարգման գործողությունները։ Մեր մենթորները գնահատական են տալու, թե մեր թիմը ինչքանով է պատրաստ 28 թվականի վերավորակավորման։ Մենթորները հետևել են, թե ինչպես են փրկարները որոշումներ կայացնում, կազմակերպում որոնողափրկարարական աշխատանքները, ապահովում բժշկական օգնությունն ու կիրառում անհրաժեշտ սարքավորումները համագործակցելով միջազգային թիմերի հետ։ Վարժանքն անցկացվում է 160 կետից բաղկացած հատուկ ստուգաթերթով, գնահատում ենք հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի գործնական եւ կառավարման կարողությունները, միջազգային համագործակցության պատրաստվածությունը, ինչպես նաեւ 36 ժամ տևողությամբ վարժանքը կազմակերպելու եւ կառավարելու կարողությունը։ Վարժանքի ավարտին փրկարարծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Ղազարյանը հայկական թիմի անդամներն ու մենթորներն ամփոփել են արդյունքները, քննարկվել են թիմի ուժեղ կողմերը, վերհանվել առկա խնդիրները եւ նախանշվել այն ուղղությունները, որոնք անհրաժեշտ են միջազգային չափանիշներին լիարժեք համապատասխանությունն ապահովելու համար։ Վարժանքը հնարավորություն է տվել իրականությանը մոտարկված պայմաններում ստուգելու հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի պատրաստվածությունը, իսկ գրանցված արդյունքները հիմք կդառնան կարողությունների հետագա կատարելագործման եւ միջազգային վերավորակավորմանը պատշաճ ներկայանալու համար։